յակին տոնեանին եք ման գալիս։ Տիկին Սարգսյան այսօր քայլերթն է մեկնարկելու այստեղից, քիչ հետո իսկ 2 օրից արդեն ընտրության օրն է լինելու, ինչ ակնկալիքներ ունեք։ Ես շատ լուսավոր սպասումներ ունեմ, լավ ակնկալիքներ, այո, այսօր ինչպես ասում են մեր վերջնական երթն է եւ հավաքը Ազատության հրապարակում, այս մեկ ամիսը մենք շատ ռացիոնալ օգտագործեցինք, հասցրել ենք շփվել մեր ընտրողների հետ, մեր համակիրների, կարծում եմ ինչքանով հնարավոր էր, մեր ծրագիրը տեղ ենք հասցրել եւ մեր հայրենակիցներն էլ իրենց արձագանքներով, իրենց ներկայությամբ, իրենց ամենօրյա շփումներով ապացուցում են, որ ծրագիրը հետաքրքրել է իրենց, քանի որ առաջարկ Հայաստանին ծրագիրը կազմվեց հենց մեր հայրենակիցների կողմից։ Կա կետ, որ օրինակ շատ է հետաքրքրել երևանցիներին, մի կետ, որ հետաքրքրել է գյուղի բնակիչներին, որ այդպես առանձնացրել եք։ Այո, բնականաբար, որովհետև մենք գյուղատնտեսության վերաբերյալ առանձին լուրջ կետեր ունենք, իսկ երևանցիներին, այո, շատ հետաքրքրել են եւ Երևանի վերաբերյալ կետերը, որովհետև այն մարդիկ, ովքեր ապրում են Երևանում, հանձինս ինձ Երևանի կենտրոնում արդեն տարիներ շարունակ տեսնում են, թե մենք ինչքան ոչ կոմֆորտ վիճակում ենք ապրում, այս խցանումները, կանանչի պակասը, այսինքն մենք Երևանում, մենք ձգտելու ենք Երևանը սարքել նորից բարեկարգ, կանաչապատ, տեխնոլոգիական առումով հարուստ քաղաք եւ իհարկե մեր համակարգացիներին եւ հատկապես երևանցիներին շատ հետաքրքրում է նաեւ երիտասարդների վերաբերյալ եւ կրթության վերաբերյալ մեր ծրագրային կետերը, քանի որ բոլոր բուհերը գտնվում են հիմնականում Երևանում, ինչպես գիտենք, իսկ մենք առաջարկում ենք, որ կրթությունը 2028 թվականից Հայաստանի Հանրապետությունում դառնա անվճար, մարզերից եկող ուսանողների համար կառուցվեն Երևանում հանրակացարաններ, քանի որ այսօր բավականին լուրջ խնդիր է մարզերից եկած երեխաների Երևանում բնակվելու խնդիրը, լրջագույն խնդիր է եւ իհարկե մի կարևոր կետեր ունենք նորավարտ ուսանողներին պետություն մասնավոր հատված միասին աշխատատեղ ապահովելու։ Երկուշաբթի օրը ինչպիսի Երևանում կուզեիք արթնանալ։ Ես ակնկալում եմ ոչ թե Երևանում, այլ մենք ուղղակի պիտի ուրիշ Հայաստանում արթնանանք։ Բարգավաճ, որտեղ կիշխի սոցիալական արդարությունը եւ ամենակարևորը հանրային համերաշխությունը, որ մենք էլ չենք տեսնի մարդիկ, որոնք անընդհատ ինչ-որ բան չեն կիսում իրար հետ։ Պիտի տիրի հանրային համերաշխություն, սոցիալական արդարություն, երաշխավորված խաղաղություն, բարեկեցիկ Բարգավաճ Հայաստան։ Պարոն Ծառուկյանի մեծ բանավեճից հրաժարվել ինչպես եք մեկնաբանում։ Պարոն Ծառուկյանը այսօր մասնակցելու է մեր երթին, ուղղակի իրենք ուրիշ ուղղությամբ են գալու եւ Ազատության հրապարակում պետք է հանդիպենք։ Այսօր մեր հավաքը նախատեսված էր արդեն ամսի 4-ին եւ պարոն Ծառուկյանը նախընտրել է այսօր անցկացնի իր ընտրողների եւ համակիրների հետ եւ իր խոսքը ասի մեր հայրենակիցներին Ազատության հրապարակում։ Ես Thank you.